Գաղատացիներին երկրորդ գլուխ։ Այնուհետև 14 տարի հետո կրկին բարձրացա Երուսաղեմ Բարնաբասի հետ, ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։ Այնտեղ բարձրացա մի հայտնության համաձայն, և ավետարանը, որը քարոզում եմ հեթանոսների մեջ, առանձին ներկայացրի նրանց, ովքեր երևելիներ էին, որպեսզի զուր տեղն աշխատած չլինեմ կամ չաշխատեմ։ Բայց ոչ էլ ինձ ուղեկցող Տիտոսը, որ հեթանոս էր, չպարտադրվեց թլպատվել, հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին, որոնք սպրդել էին լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։ Նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի ավետարանի ճշմարտությունը հաստատ մնա ձեր մեջ։ Ինչ վերաբերում է երևելիներին, ինձ համար կարևոր չէ, թե նրանք մի ժամանակ ինչ են եղել, որովհետև Աստված մարդկանց միջև աչառություն չի անում։ Այդ երևելիներն իմ ասածի վրա որևէ նոր բան չավելացրեցին, այլ ընդհակառակը։ Երբ տեսան, որ ինձ է վստահված ավետարանի քարոզչությունն անթլփատների մեջ, ինչպես Պետրոսին թլփատվածների մեջ, որովհետև նա, ով Պետրոսին առաքելության առաջնորդեց թլփատվածների մեջ, ինձ էլ առաջնորդեց անթլպատների մեջ։ Երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովանեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բարնաբասին ձեռք մեկնեցին, որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք թլփատվածների։ Միայն խնդրեցին, որ հիշենք աղքատներին, որ ջանացի ճշտորեն կատարել։ Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ընդդիմացա նրան, որովհետև մեղադրելի ընթացքի մեջ էր։ Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը, նա հեթանոսների հետ սեղան էր նստում առանց խտրություն դնելու, իսկ նրանց գալուց հետո սկսեց առանձնանալ և իրեն հեռու պահել հեթանոսներից, վախենալով թլփատվածներից։ Մյուս հրեաներն էլ հետևեցին նրա կեղծավոր ընթացքին, մինչև իսկ Բարնաբասը ներքաշվեց նրանց կեղծավոր ընթացքի մեջ։ Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչու ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։ Մենք, որ ի ծնե հրեաներ ենք ոչ թե մեղավոր հեթանոսներից, գիտենք, որ մարդ չի փրկվել օրենքի հրահանգները կատարելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատով և ոչ թե օրենքի հրահանգների կատարումով։ Որովհետև ոչ ոք չի արդարանալու օրենքից բխող գործերով։ Իսկ եթե մենք, որ ձգտում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս հեթանոսների պես մեղավոր դուրս եկանք, ուրեմն Քրիստոսը մեղքի սպասավոր եղավ։ Քավ լիցի, արդարև, եթե վերստին կառուցեմ այն, ինչ քանդեցի, ապա ես ինքս ինձ հանցավոր ցույց կտամ, որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար։ Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև։ Ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։ Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։